Գիտեիք, որ կաղամբի թթվի ջուրը անվանում են նաև բնական պրոբիոտիկ։ Կաղամբի թթվի ջուրը առաջանում է խմորման ընթացքում եւ պարունակում է չափից շատ օգտակար բակտերիաներ, որոնք կարող են օգնել աղիների աշխատանքին եւ իհարկե մարսողությանը։ Շատ մարդիկ նշում են, որ կաղամբի թթվի ջուրը թեթևացնում է փքվածությունը, օգնում է խորժակին եւ նույնիսկ էներգիա է տալիս։ Այն նաև չափազանց հարուստ է C վիտամինով, որոշ B խմբի վիտամիններով եւ հանքանյութերով։ Հին ժամանակներում մարդիկ այն նույնիսկ օգտագործում էին ձմռանը իմունիտետը պահպանելու համար, քանի որ չափից շատ հագեցած է օգտակար նյութերով եւ իհարկե վիտամիններով։ Բայց այստեղ կա մի շատ կարևոր բան. կաղամբի թթվի ջուրը շատ աղի է եւ եթե չափից շատ օգտագործեք, կարող է բարձրացնել ճնշումը կամ ծանրաբեռնել օրգանիզմը աղով։ Օգտակար տարբերակը համարվում է բնական ճանապարհով պատրաստված թթվի ջուրը, առանց քացախի կամ արհեստական հավելումների, այսինքն ջուր, կաղամբ եւ աղ։ Սովորաբար խորհուրդ է տրվում այն խմել փոքր քանակությամբ, օրինակ կես բաժակ, հատկապես եթե առաջին անգամ եք փորձում։ Երբեմն հենց ամենապարզ գյուղական մթերքներն են ամենահետաքրքիր եւ ամենադրական ազդեցությունը ունենում մեր օրգանիզմի վրա։